Չնայած Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը Հայաստանում այնպիսի արձագանք չստացավ, ինչպես Ուկրաինայում, այստեղ վստահաբար եվրաինտեգրման կողմնակիցները ավելի շատ են, քան Մաքսային միության աջակիցները։ Այսպես է կարծում ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։ Հենց Եվրոպամետ քաղաքացիների հետ հանդիպման նպատակով էլ այսօր ԱԻՄ-ը նախաձեռնել էր երթ ընդդեմ Մաքսային միության։ Մինչ այդ Պարույր Հայրիկյանը ընթերցեց միավորման անդամների հայտարարությունը։ Մաքսային կոչված այս արհեստածին միությունը, որ ընդամենը Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մի նոր դրսևորում է, չի կարող եւ չպետք է դիտարկվի որպես Հայաստանի ապագա։ Այս վճիրն օրվա իշխանավորների, օրվա նախագահի անձնական վճիրն է եւ ավելց անգամ չունի մեր ժողովրդի երազանքների, ձգտումների հետ, ու չի բխում մեր երկրի շահերից։ Պարույր Հայրիկյանը այսօր հայտարարեց, որ երթի իրավունքը զիջում է նախախորհրդարանին, առավել ևս, որ ռազմավարական առումով իրենց նպատակները համընկնում են եւ Ազատության հրապարակից մեկնարկեց նախախորհրդարանի երթը։ Դրա անդամ Տիգրան Խզմալյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ այս երթերը, որոնք ամեն շաբաթյային լինելու տեղեկատվական նպատակ ունեն, իրենք ցանկանում են համախմբել այն քաղաքացիներին, ում նպատակը եւս ներկայիս իշխանությունների դեմ պայքարն է։ Մենք ապամոնտաժելու ենք այս համակարգը եւ ստեղծելու ենք նոր տարում նոր Հայաստան։ Նախախորհրդարանի անդամները, ովքեր հայտարարում են, որ այլընտրանքային իշխանություն ստեղծելու նպատակով սկսում են ազգային ազատագրական շարժում այսօրվանից ամեն օր որոշակի ժամերի Կասկադի հարևանությամբ կցուցակագրեն նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքացիներին։ Իսկ հարցին արդյոք նախախորհրդարանի ազգային ինքնորոշում միավորման կամ նորաստեղծ քաղաքացիական պայմանագիր նախաձեռնության նպատակները մեծ մասամբ նույնը չեն եւ ինչու են նրանք առանձին պայքար տանում, նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասիսյանը չբացառեց, որ եկող տարում պայքարը կարող է միասնական դառնալ։ Կարծում եմ, որ այս տարբեր պայքարող դիմադրող խմբերը մոտենալու են եւ դա բնական ընթացքով է տեղի ունենալու։ Այսինքն ես շատ լավատես եմ առաջիկա տարվա ընթացքում, որ այն թունելային վիճակը, որը ամեն խումբ ինքը իր մեջ էր, շատ ավելի բաց ձևով հասունացումը տեղի է ունենալ։ Սա կենաց մայր հարց է, որը միայն մենք կարող ենք լուծել։